Բարև ձեզ հարգելի գործընկերներ, շնորհակալ ենք, որ ընդունել եք մեր հրավերը եւ պատրաստակամություն հայտնել լուսաբանելու ասուլիսը։ Ինչպես արդեն ձեզ տեղեկացրել էինք, տեղի է ունեցել Հայ-Աղափական Դաշնակցության Հայաստանի կազմակերպության գերագույն ժողովը, որը քննարկել է 2026 թվականին սպասվող ընտրություններին Դաշնակցության մասնակցության եւ ձևաչափի հարցը։ Ասեմ, որ Հայաստանի գերագույն ժողովը կուսակցության Հայաստանի բարձրագույն ժողովն է եւ մինչեւ ժողովի տեղի ունենալը Հայաստանի մեր կազմակերպության տարածքային կազմակերպությունները, այսինքն կոմիտեությունները գումարել են ժողովներ այդ օրակարգով, այնուհետև մարզային ժողովներ, քաղաքային ժողովներ եւ ձևավորված տեսակետով արդեն մասնակցել են գերագույն ժողովին եւ ընդունել հայտարարություն։ Ես ձեզ ներկայացնեմ մեր ժողովի որոշումը, որոշ հարցեր պարզաբանեմ, այնուհետև սիրով կպատասխանեմ ձեր բոլոր հարցերին։ Ուրեմն, Հույդա Հայաստանի կազմակերպության 29-րդ արտահերթ գերագույն ժողովը, քննելով ՀՀ ազգային ժողովի 2026 թվականի ընտրություններին Հույդա մասնակցության ձևաչափի հարցը, հիմք ընդունելով մարզային եւ քաղաքային ժողովների առաջարկությունները, ինչպես նաեւ ժողովի մասնակիցների տեսակետներն ու կարծիքները արձանագրեց։ Հայաստանի Հանրապետությունն ու ողջ հայ ժողովուրդը կանգնած են աշխարհաքաղաքական փոփոխությունների ու անվտանգության լրջագույն սպառնալիքների առջև։ Գործող վարչախմբի ապազգային եւ հակապետական քաղաքականությունը հարցականի տակ է դրել Հայաստանի պետականության ապագան եւ երկրի տարածքային ամբողջականությունը։ Իրավիճակում բեկում մտցնելու, սպառնալիքները չեզոքացնելու եւ նոր որակի ազգային պետություն կառուցելու առումով գործող վարչախմբի իշխանազրկումը հրամայական է։ Այս համատեքստում 2026 թվականին սպասվող խորհրդարանական ընտրությունները անհրաժեշտ է վերածել գործող վարչախմբի վերարտադրությունը կանխելու միջոցի։ Ելնելով վերը նշված հաստատումներից, Գերագույն ժողովը որոշեց մասնակցել 2026 թվականի ԱԺ ընտրություններին նախապատվություն տալով դաշինքային ձևաչափին, լիազորել Հույդա Հայաստանի գերագույն մարմնին, վարել ակտիվ նախընտրական բանակցություններ, հավանական դաշինքի ձևաչափի վերաբերյալ, ապահովելով Հույդա նշանակալի դերակատարությունը եւ մոտեցումների արտացոլումը կարևորագույն հարցերում։ Հայ-Աղափական Դաշնակցության 29-րդ արտահերթ գերագույն ժողով։ Սա մեր ժողովի որոշումն է, այսինքն 26 թվականի ընտրություններին ժողովը որոշել է մասնակցել եւ նախապատվություն տալ դաշինքային ձևաչափին եւ լիազորել է Դաշնակցության գերագույն մարմնին այս ուղղությամբ սկսել բանակցություններ եւ քննարկումներ։ Այս որոշման շրջանակներում առաջիկայում մենք կսկսենք մեր քննարկումները դաշինքի վերջնական ձևաչափը որոշելու ուղղությամբ։ Բնականաբար մենք արժևորելով Հայաստան դաշինքի, հիմիկվա գործող դաշինքի գործունեությունը, առաջնային քննարկումները մենք սկսելու ենք մեր գործընկերների հետ։ Մեր տրամադրվածությունը հետևյալն է։ Մենք ունենք ցանկություն, ունենք հնարավորություն, ունենք ինչու՞ չէ հավակնություն դաշինքը պահպանելու, այն ընդլայնելու եւ ավելի ազդեցիկ միավոր դարձնելու։ Մենք այս ընտրությունները, ինչպես արդեն նշեցի, սա հերթական, սովորական կամ ընթացիկ ընտրություններ չեն մեր համար։ Սա այս ընտրությունների արդյունքով է որոշվելու հայ ժողովրդի եւ մեր պետականության ճակատագիրը եւ մենք այս ընտրությունները դիտում ենք իբրև հնարավորություն այս իշխանության վերարտադրությունը կանխելու համար եւ մեր այս որոշմանը մենք եկել ենք նաեւ այդ դրդապատճառով, այդ նպատակից ելնելով, որ մեկտեղենք մեր ուժերը, հնարավորությունները ավելի ազդեցիկ կերպով ներկայանելու եւ մեր խնդիրը լուծելու համար։
Այսքանը հայտարարության մասին պատասխանեմ ձեր հարցերին, եթե առիթ լինի ավելի կմանրամասնեմ։ Խնդրեմ։ Պարոն Սաղաթելյան, կա արդեն հստակ որոշում, հասկացանք, որ դաշինքի ձևաչափը ցանկանում եք պահպանել, կա որոշում արդեն, որ դաշինքը ով է ղեկավարելու, կրկին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, եւ որ այլ ուժերի հետ է այս պահին բանակցություններ ընթանում։ Այդ մասին դեռ որոշում չկա, տեսեք, որպեսզի հասկանանք ընթացքը, Դաշնակցությունը որոշել է մասնակցել դաշինքային ձևաչափով։ Հիմա մենք արդեն պետք է տեղի ունենան քննարկումներ, խորհրդակցություններ, բանակցություններ, որպեսզի գանք եզրակացության։ Այդ բոլոր հարցերը արդեն տեղի կունենան եւ վերջնական որոշման կգանք այդ քննարկումների եւ բանակցությունների արդյունքում։ Բնականաբար սա մեր մոտեցումն է եւ այս հարցերը որոշում է կուսակցության գերագույն ժողովը։ Այս որոշումը մենք արդեն ունենք եւ սրանից հետո մինչեւ հիմա որևէ նման քննարկում տեղի չի ունեցել, որտեղ մենք չենք ունեցել այդ որոշումը մասնակցելու եւ դաշինքային ձևաչափով գնալու։ Այս որոշումից հետո արդեն ազատ ենք եւ լիազորված այդ բանակցությունները, քննարկումները վարելու եւ վերջնական եզրակացության գալու եւ այդ հարցը պետք է որոշվի բնականաբար երկու կողմերի քննարկումների արդյունքում։ Այդ քննարկումներից հետո որոշակի հստակություններ կլինեն։ Քննարկում չի եղել այդ մասին, եւ քանի որ չի եղել այդ մանրամասները, հիմա չեմ կարող վերջնական հայտարարություններ անել։ Հարց տալ։ Իհարկե։ Խնդրում եմ բանակցությունների մասին խնդրում եմ մի քիչ մանրամասն, օրինակ կան ուժեր, որոնց հետ բացառում եք բանակցությունը եւ գործարար Կարապետյանի առաջնորդած շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը վերջերս հայտարարեց, որ Հայաստանին պետք է նոր առաջնորդ եւ ուղիղ ասած, որ նախկին ղեկավարները, ինչպես նաեւ գործողը չպետք է ուրեմն մի խոսքով պետք է, այսպես ասած, հեռանան առաջին համարներից եւ պետք է նոր առաջնորդ։ Դուք ինչպես եք դրան վերաբերվում եւ համաձայն եք, որ եւ օրինակ կա հավանականություն, որ Ռոբերտ Քոչարյանն էլ նահանջի եւ ձեր այդ դաշինքը չգլխավորի Ռոբերտ Քոչարյանն, այսինքն այս ընտրություններին նրա առաջնորդությամբ չգնաք։ Եվ ով է արժանի լինել իշխանություն ձևավորել, դա որոշելու է մեր ժողովուրդը։ Որևէ քաղաքական ուժ իրավունք չունի սահմանափակելու մեկ այլ ուժի մասնակցություն։ Կձևավորվեն այդ համապատասխան դաշինքները, կներկայացվեն ծրագիր, կներկայացվի թիմ եւ մեր ժողովուրդը իր գնահատականը կտա։ Իսկ ինչ վերաբերում է հավանական համագործակցությունը, ես կասեմ մեր տեսակետը, մեր մոտեցումը։ Եթե ստեղծվի իրավիճակ, որ այս իշխանության հեռացումը պայմանավորված լինի մեր մեկ այլ ուժի հետ համագործակցելու հարցում, մենք անվերապահորեն համագործակցելու ենք ընդդիմադիր դաշտի իրական ուժերի հետ այս իշխանության վերարտադրությունը կանխելու համար։ Ով ում կմիանա, ինչ իրավիճակներ կլինի, դա ցույց կտա ընտրությունների արդյունքները։ Մի քիչ ուշացել եք։ Ներողություն, մի ճշտում էլ անեմ ու Վահե հարցը կտաս։ Տեսեք, դուք այսպիսի մեկնաբանություններ ամեն դեպքում կան դաշտում, որ Նիկոլ Փաշինյանը սնվում է նախկին նախագահների, մասնավորապես Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի դաշտում լինելու հանգամանքով։ Եթե նրանք մտնում են ընտրապայքարի մեջ, այդ դեպքում Նիկոլ Փաշինյանի շանսերը մեծանում են։ Օրինակ, երբ որ նորաստեղծա ուժի ներկայացուցիչը հայտարարում էր չպետք է լինեն նախկիները, հավանաբար նաև դա նկատի ուներ։ Հիմա դուք օրինակ կարծում եք, որ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, եթե լինում է նախկիներից որ մեկը լինում է ընտրապայքարի մեջ, դա Նիկոլ Փաշինյանի շանսերը ավելի մեծացնում է։ Դուք այս հարցի մասին ինչ եք մտածում։ Կարծում եք, որ կա մեկը, որ դա նիկոլական խոսույթ է, այդ խոսույթն է նպաստում Նիկոլի վերարտադրությանը։ Մենք կարծում ենք, որ պետք է ընտրություններին ձևավորել, մասնակցել մի քանի խոշոր դաշինքներով,
մարդկանց ներկայացնել այլ ընտրանքներ, հնարավորություններ, ծրագրեր եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացին թող ընդդիմության միջից ընտրի, որ թիմն է, որ ում ծրագիրն է, որ կարող է երկիրը այս իրավիճակից դուրս բերել։ Հայաստան դաշինքը նախորդ ընտրություններին ստացել է շուրջ 280,000 քվ։ Նախորդ ընտրություններին մասնակցած մյուս 23 կուսակցությունները ըստ էության շեմը չեն հաղթահարել։ Եվ որևէ մեկը այդ բարոյական, քաղաքական իրավունքը չունի այդ պահանջով հանդես գալու։ Մենք երբեք որևէ մեկին չենք ասում մի մասնակցել ընտրություններին, ընդհակառակը շատ անկեղծ հայտարարում ենք, որ շահագրգռված ենք, հետաքրքրված ենք, նաև նոր ձևավորվող ուժերը կարողանան ազդեցիկ ներկայություն ունենալ խորհրդարանում եւ որքան նման ուժերը եւ բլոկները շատ լինեն, այնքան այսօրվա իշխանության հեռացման միջավայրը ավելի բարենպաստ կլինի։ Հետևաբար ցանկացած ուժ պետքա պայքարի հատկապես ընդդիմադիր դաշտի ուժերը ոչ թե միմյանց դեմ, միմյանց թիրախավորելով կամ մեկ թիրախ, դա գործող իշխանությունն է, իսկ մրցակցություն, միմյանց քննադատություն մենք շատ նորմալ ենք վերաբերվում եւ այդ ազատ մրցակցության պայմաններում նաեւ հնարավորությունը մեր հանրությանը այլընտրանքներ առաջարկելու եւ ժողովուրդը թող կողմնորոշվի հին, նոր եւ մնացած ներկայացված ուժերի միջև։ Պարոն Սաղաթելյան, New Day, Անի Գևորգյան, պարոն Սաղաթելյան, դուք ասացիք առաջինը քննարկումները կսկսեք Հայաստան խմբակցության հետ, առաջնորդը Հայաստան դաշինքի դա Ռոբերտ Քոչարյանն է, ասել է թե առաջինը քննարկումները կսկսեք կամ արդեն սկսել եք Ռոբերտ Քոչարյանի հետ, իսկապես կարծում եք, որ ձեր ժողովը ճիշտ է գնահատել իրավիճակը եւ Հայաստանում եւ ժողովրդի շրջանում տեսակետները եւ բացի դրանից քաղաքական այն ուժերը կամ դաշինքները, որոնք ասում են, որ երկիրը պետք է այս իրավիճակից դուրս բերեն, այս տարիների ընթացքում դուրս չեն բերել, չեն փրկել Արցախը, չեն նպաստել նրան, որ թշնամին դուրս գա, նպաստել նկատի ունեն բարձր լարմամբ իշխանություններին ուղղված, չեն նպաստել նրան, որ նաև թշնամին դուրս գա մեր օկուպացված տարածքներից։ Հիմա նախ դուք ինքներդ ձեր կարծիքով, այդ դաշինքով արժանի եք կրկին մասնակցել ընտրություններին։ Ուրեմն երբ որ ասում եք ընդդիմությունը չի նպաստել, երբ որ թշնամին դուրս գա Հայաստանի տարածքից, այսինքն ինչպես եք պատկերացնում ընդդիմությունը ինչ լծակներ ուներ։ Ընդդիմության խնդիրը պետք է լիներ այս իշխանություններին հեռացնել 21 թվականի ընտրություններին մենք մասնակցել ենք, հանրությանը ներկայացրել ենք թիմ, ծրագիր, ստեղծված իրավիճակից դուրս գալու ճանապարհային քարտեզ։ Դժբախտաբար այս իշխանությունը կարողացել է խաբել կրկին մեր հասարակությանը, վերարտադրվել եւ անցնող 5 տարիների ընթացքում շարունակել զիջումները։ Այո, մենք 21 թվականին ամեն ինչ արել ենք արդյունքի ունենալու համար։ Դժբախտաբար ընդդիմադիր դաշտի ոչ բոլոր միավորները կարողացան արդյունք գրանցել, որ համատեղ ուժերով այդ խնդիրը լուծեինք։ Հիմա 5 տարվա մեր գործունեությունը, մեր ժողովրդի եւ հանրության արժեվ է։ Մենք հանդես ենք գալու նոր ծրագրերով, թող մարդիկ տեսնեն, գնահատեն եւ ըստ դրա ձևավորեն հաջորդ իշխանությունը։ Եթե այս իշխանությունը վերարտադրվի, Հայաստանի ապագան հստակ հարցականի տակ է։ Մեր մասնակցությունը միայն նպաստելու է սրանց հեռացման համար, մենք պատրաստ ենք լայն համագործակցության ընդդիմադիր, առողջ իրական ընդդիմադիր ուժերի հետ եւ գտնում ենք, եթե այս ընտրություններին մի քանի խոշոր կայացած բլոկներով որոշ ուժեր մեկտեղան իրենց հնարավորությունները, ռեսուրսները, ավելի ազդեցիկ կերպով, լայն հնարավորություններով ներկայանան հանրությանը, այո, առաջկա սպասվող ընտրությունները միջոց եւ հնարավորություն են այս իշխանություններին հեռացնելու համար։ Հիմա նախորդ 5 տարիների ընթացքում տեսել եք ինչ ա եղել։ 5 տարվա մեջ 3-4 փողոցային շարժումա տեղի ունեցել, ամեն ինչ արել ենք այդ խնդիրը լուծելու։ Դժբախտաբար Չարիքի իշխանությունը դեռ իշխանության է։ Հիմա ինչ եք առաջարկում, չմասնակցենք այս ընտրությանը։ Մեր ձևաչափը լինելու ամենաարդյունավետ ձևաչափերից մեկը, եթե քննադատում ենք այս ձևաչափը 21 թվականին եղել է ամենախոշորը, կան ավելի արդյունավետ ձևաչափեր, որոնք կարող են ձևավորվել եւ ավելի լավ արդյունք արձանագրել։ Մենք միայն ուրախ կլինենք դրա համար։
Ընդ որում, ներողություն մի բան էլ ստեղ ասեմ, մենք այս